Բարև ձեզ, եթերում մամուլի ակումբ հաղորդաշարի հերթական թողարկումն է և մեր հաղորդաշարը ընդհանրապես նվիրված է լրագրողական էթիկային և լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգին, իսկ եթե պարզ խոսենք, մենք փորձում ենք հասնել նրան, որպեսզի լրատվամիջոցների գործունեությունը հնարավորինս ծառայեն հանրային շահերին։ Այսօրվա մեր քննարկման թեման է արդյոք լրատվամիջոցներում լինում են պատվիրված նյութեր և մեր հիմնական բանախոսներն են Գեղամ Վարդանյանը, Ինտերնյուզ հասարակական կազմակերպության Մեդիա AM կայքի պրոդյուսեր և Արմինե Օհանյանը, Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիրը։ Եվ մեր փորձագետներն են, որոնք կօգնեն թեման բացել, Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ, Շուշան Դոյդոյան, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, Արա Ղազարյան, իրավաբան և Գնել Նալբանդյան, Armnews հեռուստաընկերության գլխավոր խմբագիր։ Գեղամ, սկսենք ձեզանից, ձեր կարծիքով կան պատվիրված նյութեր լրատվամիջոցներում, հայկական թե ոչ։ Հենց ուղղակի հարցը տվեցիք, հա։ Դուք կարող եք անուղղակի պատասխանել։ Ես անուղղակի պատասխանեմ, հետո կուղղակիացնենք գուցե։ Իրականում լրագրող մասնագիտության հետ կապված կան հարցեր, ինչպես Հայաստանում, այնպես ամբողջ աշխարհում, որովհետև մասնագիտության նկատմամբ վերաբերմունքի հարց կա իմ կարծիքով, որովհետև Ես շապիկը, որ հակել եմ, հատուկ եմ հակել, սենց ցույց տամ։ Այստեղ գրված է, որ վստահեք ինձ, ես լրագրող եմ կամ ռիպորտեր եմ, իրականում ծաղրով է գրած, որովհետև սա ամերիկյան է, սա Հայաստանում պատրաստված շապիկ չի, բայց մասնագիտությունը լրագրողի այնպեսին է, որ կարելի է համեմատել գուցե վստահության իր պաշարով, գուցե ասենք ոստիկանի մասնագիտության հետ, քանի որ մեր գործը բավականաչափ բարդ է եւ կապված է մարդկանց հետ հարաբերությունների հետ եւ տարբեր դաշտերում աշխատող, տարբեր հիմնարկներ մտնող դուրս եկող, տարբեր խավերի մարդկանց հետ եւ այդ աշխատանքի ընթացքում բացթողումներ են լինում, խնդիրներ են լինում, մարդկային հարաբերություններ են փչացնում, վստահության աստիճանը բավականաչափ իջնում է եւ ընդհանուր մտայնությունը, որ Ռուսաստանում ասում են ժուրնալյուգներ, չգիտեմ, Ամերիկայում ասում են ջորնոներ, Հայաստանում չգիտեմ ոնց են ասում, լրագրողների նկատմամբ, այսինքն մենք մասնագիտություն ունենք, որը որ ի սկզբանե վստահության կրիզիս։ Երկրորդ հնագույն մասնագիտության մասին։ Այո, ասենք օբյեկտիվ պատճառներ կան, որ վստահություն չլինի եւ մտածեն, որ լրագրողները գուցե Դե մի քանի պատճառներ եթե բերեք, օբյեկտիվ պատճառներ։ Չգիտեմ, ասենք օրինակների մասին, որոնցից մեկի մասին մենք գրել ենք, հետո մենք մի հրապարակում արեցինք մեդիա էթիկայի հետ կապված գրքի մեջ, այդ օրինակը կապված էր նախանցյալ տարի նախամանորյա մոբայլ օպերատորներից մեկի նախամանորյա հավաքի հետ կապված, երբ որ լրագրողներ, ովքեր հրավիրված էին հանդիսության, իրենց բաժանվեցին սմարթֆոններ եւ լրագրողները վերցրեցին բավականաչափ թանկարժեք սմարթֆոնները եւ ասենք այդպես խնդիր չառաջացավ, նույնիսկ հարց չառաջացավ վերցնել թե չվերցնել։ Միայն մեկ խմբագրություն էր, որը որ չէր վերցրել հեռախոսը եւ ասենք խոսակցություն կար, որ մի քանի խմբագրություն, մի քանի լրագրողով էր գնացել, որպեսզի այդ հեռախոսները վերցնեին։ Այդ տելեօպերատորը, որը որ կազմակերպել էր այդ միջոցառումը, երբ որ մենք իրենց հարցնում էինք, ասենք ինչ եք որոշել, որ լրագրողներին պետք է տակ գործիք, որը որ արժե այն ժամանակ մոտավորապես $350։ Ասում էին դա շատ լավ լրագրողական գործիք է, գիտեք, դրանց աշխատանքում շատ պետք կգա մեր կարծիքով։ Իսկ խնդիրը ինչու՞մ եք տեսնում։ Խնդիրը նրանում է, որ լրագրողը, որ նվեր է վերցնում Գովազդային շուկայում եւ ընդհանրապես հայաստանյան շուկայում մեծ ներդրում ունեցող ընկերությունից գուցե հետագայում այդ ընկերությունը լուսաբանելուց որոշակի կաշկանդվածություն ունենա։ Այստեղ իհարկե եթե այդպես խորացնենք հարցը, լրատվամիջոցները, ովքեր որ վերցնում են այդ հեռախոսը, իրենք էթիկայի կանոնագրքով այդքան էլ կարգավորված չեն, իրենք այդ պարտավորությունը հրապարակային չեն հայտնել, որ չեն վերցնելու։ Մյուս կողմից եթե մենք մեր դիտող մարմնի մասին խոսենք, այնտեղ կետ ունենք, որը որ կոչ է անում լրագրողներին խուսափել նման նվերներ վերցնելուց։ Բայց կախվածություն անուղղակիորեն, այսինքն մարդը, ով ընկերությունից թանկարժեք նվեր ունի եւ հետագայում պետք է լուսաբանի այդ ընկերությունը, խնդիրներ կարող է առաջանալ, հա կարող է։
Արմինե, ձեր լրագրողը եղել է այդ հանդիպմանը եւ վերցրել է սմարթֆոնը արդյոք։ Չէ, չի եղել։ Չի եղել, չի հրավիրել։ Ես ասուլիսների չեմ ուղարկում եւ նման միջոցառումներ շատ քիչ ենք լուսաբանում, դրա համար։ Իսկ որևէ իրավիճակներ, երբ կարող է մեկնաբանվել այնպես, որ ձեր լրագրողները պատվեր են ստանում, ունեցել եք կոնֆլիկտներ, չգիտեմ, դժգոհություններ։ Մի անգամից ասեմ, որ այս խոսակցությունը ու այս թեման սխալ ընտրված թեմա է։ Միայն այն պատճառով, որ չի կարելի այս տեսակ խոսակցությունները շատ տիրաժավորել եւ հասարակության մեջ առանց էլ եղած մամուլի նկատմամբ եղած անվստահությունը ավելի խորացնել։ Իսկ մենք ինչքան ուզում ենք պես գնա, որ հակառակը լինի։ Ես խիստ կասկածում եմ։ Միայն թեմայի ընտրությունը արդեն ինքը խոսում է այն մասին, որ կարծում ենք, որ այդ երևույթը կա հասարակության մեջ։ Այսպես ասեմ, որ գիտես, գյուղ չկա, որ շուն չլինի։ Իհարկե, կա եւ ոնց որ կա ցանկացած այլ ոլորտում թերություններ, սխալներ, չգիտեմ, ոչ իրենց տեղում հայտնված մարդիկ, այնպես էլ լրագրության մեջ կան բացասական երևույթներ, որը ես կարծում եմ եւ միշտ եմ ասել այդ մասին, որ պետք է դառնա լրագրողական նեղ լսարանի քննարկման նյութ, ոչ թե դրվի լայն հասարակության մեջ շրջանառության մեջ։ Ինչքան շատ է այդ խորհրդապահական նեղ խոսակցությունները, այդքան անվստահությունը մեծանում է, չէ՞ գտնում։ Ոչ, ինչու՞, նեղ շրջանակ ես նկատի ունեմ քննարկենք, հասկանանք պատճառները որոնք են եւ փորձենք գտնել ձևեր, լուծումներ, որպեսզի դուրս գանք այդ վիճակից, որպեսզի մամուլում չլինի մեր խնդիրների մասին։ Գիտեք, հանրության հետ կարելի է կիսվել, բայց ոչ հանրությանը ներշնչել, որ տեսեք մամուլը այսպես է աշխատում, տեսեք մամուլում այսպիսի վատ երևույթներ կան։ Ես ասեմ ձեզ, այդ պատվեր բառը ինձ համար իմ կյանքում, ոնց ասեմ, որ ավելի պարզ հնչի, կարմիր կտորի դեր է խաղում։ Որ ես ուղղակի հունից դուրս եմ գալիս այդ պատվեր բառը լսելուց, որովհետև ինչու առավոտից երեկո ես լսում եմ այդ բառը տարբեր կոնտեքստերում, տարբեր մարդկանց շուրթերից, լսում եմ այն մարդկանց շուրթերից, որոնք իրենք ամբողջ կյանքում պատվեր են կատարել, որոնք իրենք ոտից գլուխ հանցագործեն եւ իրավունք չունեն որևէ բանում մեղադրել լրագրողներին։ Մեկի դեմ նյութ ես գրում քննադատական, պատվերակատարված, մեկին դուր չի գալիս որևէ հոդված, ասում է պատվերակատարված։ Ես այնպիսի զավեշտալի իրավիճակներում եմ երբեմն հայտնվում այդ պատվեր բառը լսելուց, ուղղակի, չգիտեմ, ֆանտաստիկ բաներ կարող է լինի։ Կարող է մեկի ուղղակի գովազդային նյութը տպես R-ը տակը գրված եւ զանգեն ասեն պատվեր եք կատարել։ Հա, կատարել են։ Հա, բայց այդ նշանակում է սահմանը չկա։ Չես հասկանում թե պատվեր ասելով ի վերջո մարդը ինչ նկատի ունի։ Ես համարում եմ, որ մեր պատվիրատուն մեր ընթերցողն է։ Իր շահը, իր հետաքրքրությունը։ Եթե այդ պատվերը կատարելու ժամանակ որևէ մեկի պահանջը, մտադրությունը, չգիտեմ, նենք կամ չգիտեմ, վատ ծրագիրը համընկնում է մեր դրած խնդրի հետ։ Մենք չենք կարող դա չկատարել միայն այն պատճառով, որ այդ մարդը դրա մեջ տեսնում է իր շահերի արտահայտում։ Ասենք, օրինակ, ասենց որ ավելի պարզ լինի խոսակցությունը, հա, ինչ որ մի պաշտոնյայի դեմ հոդված ես գրում, որը պարզվում է ունի այլ պաշտոնյա մրցակից կամ թշնամի, որը իր դեմ աշխատում է եւ այդ ինֆորմացիան ինչ որ ձևով փոխանցում է մամուլին։ Ինչ անենք մենք այդ ինֆորմացիան, չօգտագործենք, նույնիսկ եթե գիտենք, որ դա տրամադրվել է նրա թշնամի, չգիտեմ, հակառակորդ թիմից կամ չգիտեմ ինչ որ մեկից, ինչ որ հետին նպատակներով։ Մի կողմից նայում ես այսպես պարզ բանով, ոնց որ թե պատվեր է, չէ՞, հա։ Իր, ասենք, հակառակորդը կամ մարդ, որը ուզում է այդ պաշտոնը զբաղեցնի, հա, ինչ որ ինֆորմացիա է տալիս, որը խփում է այդ պաշտոնյային։ Բայց դա իրականություն է։ Բայց դա համընկնում է հասարակության շահերից է բխում, դա օգտակար է, ազնիվ է, դրա լուսաբանելը բխում է իսկապես երկրի պետության շահերից։ Ինչ անել այդ դեպքում։ Եվ եթե չի խանգարում լրատվամիջոցին կամ լրագրողին մնալ օբյեկտիվ, անկախ նրանից թե ումից է եկել այդ կոմպրոմատը, հա։ Ես այնպես եմ հասկանում, որ այդ պատվեր բառը բացական իր իմաստով, հա, կարելի է օգտագործել միայն այն դեպքում, եթե կա ինչ-որ նյութական շահագրգռություն, հա, որ ինչ-որ մի լրագրող կամ լրատվամիջոց, ինչ-որ մի գումարի դիմաց, ինչ-որ ծառայություն է մատուցում, բայց այդ ծառայությունն ուրեմն չգրելով այո, R-ը չգրելով եւ այդ ծառայությունն էլ այդ ինֆորմացիան էլ չի համապատասխանում իրականությանը։ Այ դա ես դրա հետ համաձայն եմ, բայց ճիշտն ասած պետք է խոսենք փաստերով։ Այս անպատասխանատու, այս չփաստարկված մեղադրանքները մամուլի հասցեին, դա միայն վնաս են հասցնում ամբողջ հասարակությանը։ Բայց գիտեք, երևի խոսենք մենք դրա մասին, թե ոչ, ամեն դեպքում հասարակության մոտ
ու քիչ թե շատ իրազեկ մասի մոտ մեր քաղաքացիների եւ երևի մեր հաղորդումը հիմնականում իրազեկ մասն է հասարակությանը դիտում մի կողմից այդ մարդիկ լսում են որ լրատվամիջոցների տնտեսական վիճակը, ֆինանսական վիճակը շատ վատ է, հնարավոր չի գոյատևել եւ այլն, մյուս կողմից մենք փոքր հասարակություն ենք եւ տեսնում ենք, որ շատ լրագրողներ շռայլ ծախսեր են անում մեկ էլ այդ ամեն ինչի հետ մեկտեղ եւ չգիտեմ, լրատվամիջոցներ կարծես թե մեծ տպականակ չունենալով կամ եթե հեռուստատեսության դեպքում մեծ ծավալով հանդիսատես չունի, շարունակում է գոյատևել, աշխատել եւ նույնիսկ սարքավորումներ է ձեռք բերում, շուկայում իրեն լավ է զգում։ Բնականաբար մարդկանց մոտ հարցերը ծագում են եւ ցանկալի է որ մենք էլ փորձենք այդ հարցերի պատասխանը տանք։ Ես համաձայն չեմ, ասեմ ինչու։ Լրագրողական միջավայրում աշխատավարձերը հիմա երկրում հաստատ միջինից կամ ցածր են կամ միջին մակարդակի վրա են ոչ մի լրագրող շքեղ չի ապրում եւ մեր աչքի առաջ է ի վերջո այդ ամեն ինչը եւ այն գործող հիմնական լրագրողական շերտը որը քրտնաջանտ 12-13 ժամ օրական աշխատում է ապրում է շատ բավականին համեստ պայմաններում եւ հնարավոր չի այդ ասել այո լրատվամիջոցները իրենց ոնց ասած վաճառքի իրենց գովազդի հաշվին չեն կարող գոյատևել։ Դա փաստ է եւ ոչ ոք չի ժխտում, երբեք ես դա չեմ ժխտել։ Իհարկե, կան մարդիկ, որ օգնում են լրատվամիջոցներին ինչ որ պարբերականությամբ, ինչ որ ձևով ֆինանսական նաեւ աջակցություն են ցույց տալիս։ Ինչ բաղումներով։ Մեր թերթի դեպքում ես կարող եմ միայն իմ անունից խոսել, որտեվ չեմ լիազորված չեմ, հել լրատվական ամբողջ դաշտի անունից խոսեմ, իմ թերթի դեպքում պարզապես կան ընկերներ, մարդիկ, այնպիսի գիտակցություն ունեցող անհատներ, որոնք համարում են, որ այդ թերթը օգտակար է, որ դա պետք է հասարակությանը եւ իրենք աջակցում են զուտ այդպիսի թերթ տպվելու համար։ Ասում են մենք հետևել ենք տարիներ շարունակ, տեսել ենք թերթի գործունեությունը, տեսել ենք անաչար Գեղամ շատ լավ բան ասեց, այդ վստահությունը մի օրում չի ստեղծվում։ Ի վերջո մենք տարիներ շարունակ 5 տարի, 5-ամյակը մենք վերջերս նշեցինք թերթի, 5 տարի ամեն օր քրտնաջան, ամեն օր մի նոր ընթերցող նվաճելով, նրա վստահությունը շահելով մենք աշխատել ենք եւ ինչ որ մի հեղինակություն ենք ձեռք բերել դաշտում ու կան մարդիկ, որոնք գնահատում են մեր աշխատանքը, տեսնում են եւ փորձում են օգտակար լինել մեզ։ Ես մեխանիզմը կարող եմ հասկանալ։ Ինչ մեխանիզմ։ Այդ բանի մարդկանց օգնության մեխանիզմը, այսինքն եթե մեկը մտածում է, որ այս թերթը կարևոր է եւ դրան պետք է օգնել, դա ոնց է, այսինքն թերթում գրված է, եթե ցանկանում եք մտածում եք, որ մենք պետք է մեզ օգնեք, այս հաշվի համարին գումար փոխանցեք, թե ուզում ասեմ, դա սպիտակ է թե սև է։ Դա հաշվապահության մեջ երևում է թե չէ։ Մենք սայթում տեղադրված գովազդներ ունենք, որոնք բաց են, երևում են, պայմանագրեր ունենք կնքած որոշ կազմակերպությունների եւ անհատ անձանց հետ, որոնք այդ գովազդները ուղղակի տեսնելով թերթի վերելքը, չգիտեմ, լավ հաջողությունները բերել են, տեղադրել են սայթում։ Այդ մի տարբերակ։ Ես ունեմ նաեւ, ասենք, ընկերներ, որոնք, չգիտեմ, 5-ամյակն էին նշում իմ ընկերներից, մանկությանս ընկերներից մեկը եկավ եւ ասեց, ես ուզում եմ օգտակար լինեմ, ուզում եմ դա կազմակերպեմ։ Շատ նորմալ սկզբունք է։ Որպես կանոն, այսպես ասեմ, ես փորձում եմ քաղաքական շրջանակների հետ թերթային լրատվական շահեր ունեցող անձանց հետ նման պայմանավորվածություններ չունենալ։ Արմեն ջան, պատվիրատուն պատվերը, որ տալիս է ընթերցողը, ընթերցողի առաջ լրատվամիջոցը ամբողջությամբ բաց է, ընթերցողը ձեր որ պատվիրատուն կարող է տեսնել ձեր հաշվապահությունը ամբողջությամբ հասկանալ աղբյուրները։ Մենք ամեն տարի տպագրում ենք մեր բազա իր համար թե ոնց է սնվում ամբողջ ելք ու մուտքերը տպել ենք ընդամենը մի շաբաթ առաջ մեր վերջին անցած տարվա մեր ամբողջ գործունեության բանը։ Իհարկե կան, չգիտեմ, ոնց ասեմ, նվերներ, այսպես օրինակ հիմա մեր 5-ամյակի արարողությունը ես չէի մտցնելու այդ հաշվետվության մեջ բնականաբար, հա, բայց այո, հիմնականում բաց է եւ ես եւ կոլեկտիվից եւ ընթերցողից թաքցնելու բան չունենք։ Շատ լավ, ես ուզում եմ անցնել մեր փորձագետներին եւ առաջին հարցս կլինի հենց Արմինեի նշած խնդիրը։ Իմաստ ունի քննարկել այնպիսի հարցեր, որոնք անվստահություն են առաջացնում լրատվամիջոցների գործունեության հանդեպ, թե ոչ։ Եթե համարեք, որ իմաստ չունի, մենք բոլորս ժուրնալիստիկայից լավ հասկացող մարդիկ ենք, կարող ենք միանգամից թեման փոխել։ Խնդրեմ գնել։
Ես համաձայն եմ, որ իմաստ ունի, անկախ հետևանքներից, որովհետև իմաստը պայմանավորված է նպատակով, իմ կարծիքով։ Եվ իմաստ ունի նաև այն դեպքում, որովհետև գոնե ես գիտեմ, որ պատվերներ կան։ Եվ ես այդ պատվերները դասակարգել եմ, կարող եմ թվարկել։ Քաղաքական պատվեր, տնտեսական, ֆինանսական, սպորտային պատվեր, գերատեսչական, մշակութային պատվերի դեռ չեմ հանդիպել։ Դեռ չեք հանդիպել։ Եթե ինչ որ մի անուն արվեստի ոլորտում պետք է առաջ տանել, ֆուտբոլի ֆեդերացիան պատվեր է։ Եվ առանց R տարի նրա մասին գովեստային հրապարակում։ Սպորտային ես չեմ ուզում կազմակերպությունների եւ անձանց կուսակցությունների անուններ տալ։ Չեմ պատրաստվում, որովհետեւ մենք խոսում ենք երևույթի մասին։ Սպորտային ես գիտեմ, որ պատվերներ կան շատ ուղղակի տեսքով։ Իսկ մշակութայինը սովորաբար լինում է անուղղակի։ Օրինակ ասենք ես ինքս որևէ գրախանութի համար կամ որևէ գրքի համար մենք կարող ենք մշակութային այդ միջոցառումը լուսաբանել, դա պատվեր չի։ Այսինքն անդադ այդ խնդիրը ծագում է։ Եթե մենք ասեցինք, որ ես ինչ գրախանութում ինչ որ բան է վաճառվում, մենք դա կատարում ենք գովազդում ենք, թե չէ։ Ես ասում եմ, որ գրախանութի դեպքում տնտեսական գովազդ չի դա։ Բայց պատվերներ լինում են նաև անուղղակի, ոչ, ասենք, cash փողով, ասենց ասեմ, ծրարով եւ լրագրողի գրպանը փող դնելով, ինչը սարսափելի բան է։ Անուղղակի պատվերներ, օրինակ ասենք կորպորատիվ հավաքների տեսքով որևէ ինֆորմացիա տեղափոխելու համար կամ ընկերական հարաբերություններ հաստատելու համար կամ ասենք մասնագիտական տրեյնինգներ, որոնք կազմակերպում են բանկերը, նախարարությունները, տնտեսավարողները, որ իրենց ոլորտում ավելի լրագրող մի քիչ ավելի պատրաստված լինի 3 օրով գնում են որևէ տեղ, որևէ հանգստավայր եւ լրագրողը դառնում է այդ կոլեկտիվի ընկերը։ Բնականաբար հետո շատ դժվար կլինի լրագրողի համար պրոբլեմատիկ բաներ գրել այդ ոլորտի մասին։ Դա պատվեր ասել ճիշտ չի, դա անուղղակի պատվեր է, որովհետև ոչ ոք քեշ փողը չի դնում լրագրողի գրպանը։ Եվ դրանից կարող է բխել պատվեր, ասենք ոչ թե գումար է առաջարկում, այլ ընկերական զանգում ասում է խնդրում եմ այս մի բանը գրես կամ չգրես։ Այո, օրինակ երբ 2003 թվականին երբ խորհրդարանի ընտրություններ էին եւ ես հայլուրի տնօրենն էի, ինձ մի քանի կուսակցություններից, մի քանի եւ ընդդիմադիր եւ իշխանական առաջարկներ եղան փող էին խոստանում, որ ինչ անեն, պատկերացնեք ինչ անեն, որ իրենց մասին պատմող ռեպորտաժը գնա առաջինը կամ առաջին հնգյակի մեջ, լրատվության մեջ։ Տարական բան է, չէ՞։ Թվում է թե մեզ համար ինչ տարբերություն, բայց կան կազմակերպություններ, որ նույնիսկ լրատվական բլոկում իրենց մասին պատմող նյութը առաջ գցելու համար պատրաստ են վճարել։ Ես իհարկե բնականաբար այդ ժամանակ փող չվերցրեցի եւ ղեկավարությանն ասացի, որ այս քաղաքական ուժերը այս տիպի պատվերի առաջարկ էին անում։ Եվ դրանից հետո ես բոլոր ընտրությունների ժամանակ ռոտացիա եմ անում, որ հանկարծակի այդպիսի կասկած չլինի, որովհետեւ լրագրողական համայնքում պատվեր կատարելու դեպքում 30 րոպե հետո, 15 րոպե հետո բոլորը իմանում են այդ մասին։ Որովհետև փող տվողը անմիջապես իր ընկերական շրջապատում ասում է, «Էս ինչ լրագրողին այսքան փող տվեցի, էս ինչ բանը գրելու համար, զուտ գլուխը գովելու համար դա ասում է»։ Եվ բոլորս դա իմանում են։ Ոչ միայն գլուխը գովելու, դու էլ ապուշ կլնես, եթե չվերցնես։ Այո։ Նաև այդ միտումով, հա։ Նա շատ լավ, փաստորեն գնելը դասակարգել է իր համար, բայց ես գիտեմ, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հատուկ այդպիսի ուսումնասիրություն է իրականացրել։ Այո, եղել է նախացած տարի մենք բավականին հետաքրքիր հետազոտություն անցկացրեցինք, ֆոկուս խմբերում հարցումներ էինք անցկացնում լրագրողների հետ, տարբեր լրատվամիջոցների, տարբեր տեսակի լրատվամիջոցների, թերթեր, հեռարձակող լրատվամիջոցներ, եւ բավականին անկեղծ ուրեմն զրույց այնտեղ ծավալվեց եւ խոսքը գնում էր նրա մասին, որ մարդիկ պատմում են, թե ինչպես մի ընկերության քննադատելուց հետո նրանք ստանում էին զանգ, որ մենք չենք ուզում ձեր մոտ պատասխանը տանք, այ հիմա կտեսնեք, թե ինչպես ենք մենք դա հերքելու։ Ու վճարում են այլ հեռուստաընկերությանը, ընդ որում ասելով, որ այլ հեռուստաընկերությանը մենք կվճարենք այսքան գումար եւ դա կլինի։ Եվ իսկապես այդ ուրեմն լրագրողը տեսնում է ընդամենը մի քանի օր հետո մյուս հեռուստաընկերությամբ ռեպորտաժ, որտեղ որ ասում են, որ այդ ընկերությունը փայլուն է աշխատում, շատ լավ է ամեն ինչ եւ այլն։ Ու առհասարակ պետք է ասել, որ անկեղծանում էին մարդիկ այնքան, որ պատմում էին, որ խմբագրություններում կան ցուցակներ չգրված կամ որոշ դեպքերում նաև գրված, թե որ քաղաքական կամ
քաղաքական գործչին կամ գործարարին չի կարելի կպնել առհասարակ։ Պետք է առհասարակ լռել կամ չի կարելի քննադատել։ Եվ իհարկե բոլորիս հայտնի է, որ կան մարդիկ հիմնականում քաղաքական եւ գործարար շրջանակներում, որոնք որ պատրաստ են վճարել այս կամ այն նյութը իրենց ուզածով գրելու կամ առհասարակ չլուսաբանելու համար նույնիսկ պատրաստ են վճարել։ Եվ չխոսել դրա մասին, այս առումով Արմինեի հետ ես համաձայն չեմ, չի կարելի, որովհետև բոլոր լրագրողական էթիկայի վարքականոններում գրված է, որ լրատվամիջոցը եւ լրագրողները պետք է խրախուսեն իրենց աշխատանքը եւ բացթողումները եւ վատագույն նույնիսկ երևույթները քննարկեն հասարակության, խրախուսեն հասարակության քննարկումները այդ թեմայի շուրջ։ Եվ եթե այդ բանը կա, եթե այդ դրա մասին իսկապես հասարակության մեջ գիտեն, ավելի լավ է մենք խոսենք եւ միգուցե ինքնամաքրվենք, քան թե պահենք եւ ասենք չէ, այդպես բան Ստրաուսի ձևով անենք, հա, մեր շրջապատում այդպիսի բան չկա։ Եվ ես կարծում եմ, որ այն պարագայում, երբ երկրում լրատվամիջոցները որպես կանոն բաժանված են տարբեր քաղաքական եւ տնտեսական ճամբարների, այնտեղ հիմնականում լրատվամիջոցները իրենք գիտեն, թե ինչ են գրելու։ Արդեն այդ ներքին պատվերը կա, ով որ վճարում է, ով որ ուրեմն հովանավորություն է անում կամ հիմնական գովազդատուր է, իմիջիայլոց մեր գործընկերները այդ ֆոկուս խմբերում խոսում են նաև նրա մասին, որ հիմնական գովազդատուների հասցեին քննադատություն գրեթե հնարավոր չի ուրեմն հրապարակել կամ լուսաբանել նրանց գործունեությունը քննադատական տոներով։ Այս պարագայում, երբ որ բաժանված են տարբեր խմբերի, տարբեր ճամբարների, իհարկե բոլորն էլ գիտեն, թե ինչ են անում, բայց նույնիսկ այդ պարագայում բերում էին մեր գործընկերները փաստեր, երբ բացի այդ լրացուցիչ պատվերներ են լինում եւ նույնիսկ այդ միջավայրում հայտնի էր ամեն տեսակի այդպիսի պատվերի արժեքը։ Եվ շատ ցավալի է, որ դա կա, իհարկե Արմինեն բերում է իրենց խմբագրության օրինակը, մենք դժվար թե հրապարակի թղթակցին տեսնենք ինչ-որ շռայլ ծախսեր, շքեղ մեքենաներ, բայց մենք գիտենք, որ լրագրողական համայնքում կան մարդիկ, որ այդպիսի շռայլ ծախսեր անում են։ Շուշան, հետևյալ հարց է։ Կան նաև բազմաթիվ դատական գործեր լրագրողների, լրատվամիջոցների դեմ, ասենք զրպարտության մեղադրանքով եւ բնականաբար զրպարտության հանգամանքը ապացուցելու համար պետք է դիտավորության նույնպես հանգամանքը ցույց տալ, ապացուցել։ Միգուցե այդ պատվերի գաղափարը ինքը հատուկ է օգտագործում, որպեսզի միշտ կարողանաս այդ դիտավորության շահագրգռվածության պահը օգտագործել լրատվամիջոցների դեմ հայց ներկայացնելուց։ Նախ ուզում եմ խնդրի մասին ընդհանրապես եւ կոնկրետ ձեր հարցին անդրադառնալ։ Կարևորագույն էթիկական հիմնահարց են քննարկում եւ կարծում եմ խիստ արդիական է դրա քննարկումը, որևէ կասկած չի կարող լինել արժե այն քննարկել թե ոչ։ Եվ ընդհանրապես գայթակղությանը դեմ գնալ, չվերցնել նվեր, ծառայություն, դա իսկապես շատ մարդկային խնդիր է եւ հատկապես լրագրողական մասնագիտության մեջ շատ է կարեւորվում։ Ընդ որում Աշոտը շատ լավ բանի մասին խոսեց, որ պատվիրում են, այո, ոչ միայն նյութեր գրել, այլև պատվիրում են որոշ թեմաներ ընդհանրապես չլուսաբանել, որը շատ ավելի ցավալի հետևանքների կարող է բերել։ Ինչպես նաեւ ես նույնպես խմբավորել էի պատվերները, ոչ ըստ տեսակներ ինչպես գնելը, այլ ըստ այն խմբերի կամ անձանց, որոնք պոտենցիալ ֆինանսավորողները կարող են լինել լրատվամիջոցներին, դրանց մասին այսպես թե այնպես մեր ընթերցողը եւ լսարանը գիտի, եւ այդ թեմային չանդրադառնալը որևէ բանով մեզ օգուտ չի կարող բերել։ Եվ նույնիսկ կան լրատվամիջոցներ, որոնք բոլորին հայտնի են, որ այս կամ այն կուսակցությանը, այս կամ այն քաղաքական ուժին, օլիգարխին են պատկանում, եւ հետեւաբար նույնիսկ այստեղ պատվեր շատ ավելի թույլ է ասված, քան պատվերը, որովհետեւ կուսակցության ամենօրյա, ամենժամյա քարոզչությունը տվյալ լրատվամիջոցի հիմնական քաղաքականությունն է։ Եթե դա բացահայտ է արվում, խնդիր չկա։ Եվ բացահայտ եւ ոչ, ասենք ունենք մենք հեռուստաընկերություններ, բոլորս գիտենք, որ տվյալ լրատվամիջոցը պատկանում է ոչ օֆիցիալ տվյալ քաղաքական ուժին կամ մեծահարուստին եւ որևէ բացասական երանգ, որևէ բացասական նյութ տվյալ անձի վերաբերյալ իսպար բացակայում է տվյալ լրատվամիջոցի եթերում։ Այնպես որ եկեք չժխտենք այն, ինչ որ բացահայտ ամենամիամիտ ընթերցողը կամ հեռուստադիտողը ակնհայտ ամեն օր դրա ականատեսն է լինում։
Ընդհանրապես նույնիսկ գիտեմ, որ կան օլիգարխներ, որոնք վճարում են թերթերին եւ հեռուստաընկերություններին իրենց մականունը չհրապարակելու համար։ Այսինքն եթե մենք գնանք իհարկե օրինակներ բերելու համար, դրանք այնքան շատ են, որ այսօրվա մեր զրույցը հաստատապես չի բավականացնի։ Շան, ես կխնդրեմ, որ այդ դատական գործերի խնդիրը մենք ընդմիջումից հետո շարունակենք, քանի որ հիմա եթերում նորությունների թողարկումը պետք է լինի, եւ ինչպես միշտ մենք հույս ենք հայտնում, որ այդ թողարկման մեջ որևէ պատվիրված նյութ չլինի։ Հարգելի հեռուստադիտող, մենք նորից մամուլի ակումբ հաղորդաշարի տաղավարում ենք եւ շարունակում ենք մեր զրույցը արդյոք լրատվամիջոցներում կան պատվիրված նյութեր թեմայով։ Ես ուզում եմ հիմա նորից անդրադառնալ այն թեմային, որի վրա մենք փաստորեն ընդհատվեցինք, արդյոք դատական գործեր շահելու համար լրատվամիջոցների լրագրողների դեմ հայցվորները չարաշահում են այդ պատվերի հասկացությունը։ Խնդրեմ շուտ։ Նույնիսկ հայտնի չէ մի դեպք, երբ որ դժգոհ կողմը մեղադրած չլինի տվյալ լրատվամիջոցին պատվեր կատարելու մեջ։ Այսինքն գրեթե բոլոր գործերում զրպարտության վերաբերյալ բոլոր գործերում, երբ որ դատի են տալիս լրատվամիջոցում, բացառապես միշտ դժգոհ քաղաքական գործիչը ուժը մշտապես դժգոհում է, որ տվյալ լրատվամիջոցը հենց նախորդ հաղորդման հյուրը, այո, պարոն Ուրիխանյանը մի քանի անգամ մեղադրեց բլոգերին Էդգար Ղազարյանին, որ այդ ֆոտոկոլաժը, որը հրապարակվել էր, այո, ներեցեք, հրապարակվել էր, ուղղակի պատվեր է կատարվել իր անբասիր կերպարը սևացնելու, որևէ կերպ իր հեղինակությունը վնասելու համար։ Այսինքն բնականաբար պատվերի կարող ենք, ինչպես Արմինեն նշեց, պատվերի մեջ կարող ենք մեղադրել լրագրողներին, բայց նաև երբեմն կարող է դա լինել հանիրավի։ Բայց իհարկե որոշ դեպքերում ցավոք սրտի այդ մեղադրանքները ավարտվում են նրանով, որ դատարանները վճիռներ են կայացնում մի դեպքում նույնիսկ մի քանի 6 միլիոնին հասնող փոխհատուցման գումարներ վճարելու, պահանջ դնելով լրատվամիջոցի առաջ, ինչը կարող է իսկապես լուրջ հետևանքներ առաջացնել տվյալ լրատվամիջոցի համար։ Բայց ես կարծում եմ նաև լինում են դեպքեր, որ իսկապես լրատվամիջոցը պատվեր է կատարել եւ ներքաշվել տվյալ հրապարակության դատական վեճի մեջ, նույնիսկ վստահ լինելով, որ հնարավոր է, որ ներքաշվի, նրանք գնացել են այդ քայլին, որովհետեւ եղել է նախընտրական փուլ, շատ կարեւոր է եղել տվյալ պատվերի կատարումը եւ այլն եւ այլն։ Արա, իսկ միջազգային պրակտիկայում կա այդ նույն երևույթը, ինչի մասին Շուշանը խոսեց, թե դա ազգային մենտալիտետի միջազգային ավելի շատ է տարածված, ես ինքս առնչվել եմ զարմանասենց մեր ընկերությունը ծառայությունների մատուցումի հայտնի կազմակերպության, հիմա էլ գործում է Հայաստանում, որ օֆշորային կազմակերպություն է, եւ որ նոր սկսեցինք շփվել, զարմանքով հայտնաբերեցինք, որ առանձին իրենք աշխատող ունեն, որ նրան այդ գործառույթներ միակ, որպեսզի հետևի, որ կամ միայն բարենպաստ տեղեկատվություն ընկերության վերաբերյալ լինի, կամ բացասականը չլինի, եւ գումարներ էին հոսում, եւ գումարները գալիս էին դրսից, այսինքն կորպորացիան առանձին գումար էր դուրս գրում իր բյուջեից, որ սա, ինչպես իրենք են ասում, բարենպաստ մեդիա միջավայր ստեղծելու համար էր։ Այսինքն դա արևմտյան տրադիցիաներով առաջնորդվող ընկերություններ։ Իհարկե այնտեղ այդ տերմինով չի այս երևույթը կոչվում, այնտեղ կոչվում է լավ վճարվի կոնտենտ, այսպես կարելի ասել, բայց դա կարծես թե իրենց մշակույթում ընդունվում է, պայմանով որպեսզի հանգարց ընթերցողը ոչ օբյեկտիվ տեղեկություն չստանա։ Այսինքն իրենք մի քիչ կարծես այլ կերպ են մոտենում։ Կարելի է տեղեկատվության բազայից ընտրել այն տեղեկությունը, որը բարենպաստ տեղեկություն է ընկերության համար, դա չի համարվում բացասական երևույթ, բայց միևնույն ժամանակ ընկերությունը բլոկ է անում այն բացասական ինֆորմացիան, որ այդ տվյալ, ասենք, կորպորացիայի վերաբերյալ կարող է հոսել։ Այնպես որ արևմուտքում նույնիսկ ես հիշում եմ 911-ի վերաբերյալ հայտնի ֆիլմի լրագրողը, որ Օսկար էր ստանում, ինչ ասեց, երբ որ ամոթանք տվեց Բուշին, ասեց մենք վիրտուալ աշխարհում ենք ապրում, այսինքն CNN-ը մի այնպիսի դաշտ ստեղծեց, այնպիսի քող ստեղծեց ամբողջ աշխարհում, որով հիմնավորեց Իրաքի վրա հարձակվելու անհրաժեշտությունը։ Հասա տիպիկ եւ մուրի խոսքեր ուղղված էին հենց CNN-ին, այսինքն հենց տիպիկ արևմտյան այդ միջավայրից եկող երևույթն է եւ կարելի է հմտորեն, իհարկե մեծ գումարների հաշվին, ստեղծել վիրտուալ աշխարհ եւ կարողանալ համոզել միլիոնավոր մարդկանց, որ այս կամ քաղաքականությունը ճիշտ է։ Հիմա դրա փոքրիկ մոդելները Հայաստանում կայև չէ կարող լինել, որտեղ մենք այդ միջավայրում ենք գտնում, մենք հո կտրված չենք այդ միջավայրից։
Նույնիսկ ես կասեմ, որ անգլերեն լեզվում կա այդպիսի եզրույթ, սպին դոկտոր, ես նույնիսկ դժվարանում եմ դա թարգմանել, բայց դա հատուկ մասնագիտություն է, որը օգտագործվում է եւ քաղաքական կուսակցություններում եւ կորպորացիաներում, այսինքն դրանք այն մարդիկ են, որ մշտապես աշխատում են լրագրողների հետ, փորձում են տարբեր եղանակներով ազդել եւ վիսկի հյուրասիրելով եւ այլ տեսակի գործունեություն ծավալելով, շատ դեպքերում վախացնելով նույնիսկ շանտաժի ենթարկելով, այսինքն դա տարածված երևույթ է եւ Արմինեին եմ ուզում հարցնել, արդյոք այն զրույցը, այն քննարկումը, որ տեղի ունեցավ, ձեզ չբերեց այն մտքին, որ միգուցե արժի այդ խնդիրները քննարկել, նաև գիտեք ինչու, որ եթե խնդիրը չես քննարկում, իսկ երևույթը կա, ես համոզված եմ, որ եւ ձեր վրա եւ ձեր լրագրողների վրա բազմիցս ազդելու տարբեր փորձեր են եղել եւ եթե դու այդ խնդրի մասին չես խոսում, դու նայես պաշտպանված չես։ Լավ, շատ լավ, ես մի կարճ մի երկու բան ասեմ, էլի։ Ի վերջո Հայաստանը փոքր երկիր է։ Մենք բոլորս ունենք բարեկամներ, հարևաններ, հարազատներ, մարդիկ ում սիրում ենք ի վերջո, ովքեր կարող են մեր վրա ամեն րոպե ճնշում գործադրել։ Հիմա եթե այս պատվեր պահը մի պահ մոռանանք, հա, այդ բոլոր մեր շրջապատը կարող է ամբողջ շրջապատը մեր վրա ազդեցություն գործել, չէ՞։ Ի վերջո խնդիրը այստեղ են չի, դու դա անում ես ինչ շահից կամ ինչ-որ նկատառումներից ելնելով։ Խնդիրն այն է, որ դու պիտի կարողանաս օբյեկտիվ լուսաբանել իրականությունը, ներկայացնել, թե ինչ է տեղի ունենում երկրում, կարողանաս հարցեր բարձրացնել, կարողանաս զերծ մնալ այդ ճնշումներից։ Չի խանգարում զերծ մնալ ճնշում, չէ, կարելի է շահ չունենալ, բայց էլի ճնշումից զերծ չկարողանալ դուրս մնալ։ Հնարավոր է, չէ՞։ Ի վերջո մարդիկ ունեն հարազատներ։ Դեպքում շահը պաշտպանվելն է ճնշումից։ Չէ, դրա մասին չեմ ասում։ Ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ մամուլը ուրիշ խնդիր ունի։ Մամուլը ունի օբյեկտիվ լինելու, ճշգրիտ լինելու, արդար լինելու, ազնիվ լինելու խնդիր։ Եթե այդ խնդիրները մենք չենք կարողանում լուծել, միևնույնն է, դա կարտահայտվի։ Մի դեպքում հարևանը կճնշի, մի դեպքում փողով ինքը կանի այդ գործը, մի դեպքում կվախենա սպառնալիքից։ Պետք է կարողանալ ուղղակի եւ գիտակցությունը լրագրողների պիտի բարձր լինի, որ ինքը հասկանա ինքը ինչ առաքելություն է իրականացնում, որ ինքը պարտք ունի այս հասարակության առաջ, որ իր հարևանի բարեկամի խնդրանքն ավելի փոքր արժեք ունի իր մեջ, քան այս երկրին, պետությանը, հասարակությանը ծառայելը։ Այդ գիտակցությունը պիտի կարողանալ ներշնչել, բայց ես համատարած այդ տեսնում ենք, չէ, որ այդ չկա այդ գիտակցությունը։ Դրա մասն է խոսքը։ Իսկ հիմա մյուս ես ուզում եմ նաև այստեղ գիտեք խնդիրը այն է որ երևի ոչ մեկը կներեք էլի գործող լրագրող չեք, խմբագիր չեք եւ ամենօրյա ամենօրյա ժուրնալիստիկան է, գլխավոր խմբագիր ենք եղել, ինչի։ Որովհետև հիմա ես նայում եմ իմ աչքով այս խոսակցությանը, գիտեք, այնպես է ստացվել, որ այնքան շատ մեղադրանքներ են մեր հասցեին հնչում, արդար, անարդար, տեղի, անտեղի, որ ամբողջ օրը խմբագիրը մտածում է ոնց անի, որ այդ մեղադրանքներից ինքը ազատվի, ոնց անի, որ արդարանա, որ համոզի ընթերցողի։ Մենք երևույթի մասին ենք խոսում, մեր խնդիրը հենց նաև լրագրողներին եւ լրատվամիջոցներին, այսինքն հենց դա է մեր խնդիրը։ Եվ մենք չբարձրաձայնելով այս լուրջ բաները, լուրջ խնդիրները, չենք կարող նաև խոսել մեր իրավունքների մասին։ Հավաքվենք լրագրողներով քննարկենք, անուն առ անուն ասենք, փաստեր նշենք, խոսենք այդ մասին, քննարկենք ինչն է պատճառը, բանի այդ խարազանենք այդ մարդկանց, ովքեր անում են այդ բաները, բայց այսպես հասարակության մեջ անընդհատ այդ տրամադրությունը ստեղծելով, մենք ստացվում է այնպես, որ ես իսկապես 24 ժամ մտածում եմ, վայ, այս թերթը մի քիչ շեղվեց, այս մի ուժի մի քիչ դրական եղավ, այս մյուս ուժին մի քիչ բացասական եղավ, ոնց անեմ, որ այս մեկը չմտածի, որ ես նրա պատվերն եմ կատարում, նա չմտածի, որ ես նրա պատվերն եմ կատարում ու ես սկսել եմ արդեն ուղղակի թերթը մի քիչ ոչ մեկ չի նկատում արդարանալ անընդհատ ընթերցողի առաջ շատ վատ մթնոլորտ ասեմ ձեզ դա զուտ խանգարում է մեր աշխատանքին դա հանրային դաշտում գործելու գինն է յուրաքանչյուր մարդ կազմակերպություն երևույթ որը հանրային դաշտում է ինքնա կատարելագործում ծավալվում եւ այլ նա ինչ որ բան պետք է զոհի
Մենք էլ ենք զոհում ինչ-որ բան, անում մեկս մեր անձնական կյանքի, բայց կասկածների, մեղադրանքների մթնոլորտը մեր երկրում շատ է, շատ, չափից դուրս։ Մենք եւ ոչ միայն լրագրողների նկատմամբ դավադրությունների տեսությունները, այս ինչի տակ էսա թաքնված են, ինչի հետևում նայա թաքնված, դա գիտեք ոնց է խանգարում։ Իսկ երբ որ բաց խոսում ենք դա մասին, երևի թե վստահությունը ավելանում է։ Եվ խնդրեմ։ Ես Արմենի ասածից հասկացա, որ ձեր նկատմամբ եւ ընդհանրապես լրատվական դաշտում կա, այսպես ասած, ոնց որ հաստատեիք այդ գաղջ մթնոլորտի իդեան, այսինքն որ ասում եք անընդհատ 24 ժամ մտածում, ոնց որ մտածեք, որ այսինքն գաղջ մթնոլորտ է ստեղծվում եւ չեն թողում որ լրատվամիջոցը կարգին աշխատի։ Ըստ էության իմ կարծիքով որն է խնդիրը։ Խնդիրը այն է։ Միջալուց գաղ մթնոլորտում մեղադրում էին հենց լրատվամիջոցներին։ Երկրի նախագահի շուրթերից հիշում է, որ երկրում վատ վիճակի պատճառով։ Դե հիմա էլ ձեր շուրթերից անջում որ վատ վիճակ է, դրա համար եմ ասում։ Որ լրագրողների եւ լրատվամիջոցների զոհերը։ Դա նախագահի ամենաթույլ մասն էր եւ իմ կարծիքով ինչի մասին է խոսքը։ Խոսքը այն մասին է, եթե այտենց իրենց անունով կոչենք, խոսքը այն մասին է, կա կոռուպցիա լրատվամիջոցներում, թե չկա կոռուպցիա։ Ոնց որ թե կա այդ կոռուպցիան։ Կոռուպցիան կարծես մի քիչ տեղին չի այդ բառը, իրավաբանորեն տեղին չի բոլորով։ Ինչի տեղին չի։ Այսօր Գերամի համատությունները կաղում են։ Նաև ես պետք է չհամաձայնվեմ Գերամի համատությանը ոստիկանության հետ, որովհետև դա անհամեմատելի բաներ են կասում են։ Ժուրնալիստի մասնագիտությունը ոստիկանության հետ համատել։ Ես կարող եմ իհարկե դա։ Որ ասում են ոչ դուք դուրներս գալիս է։ Ինչ։ Որ ասում են ոչ դուք դուրներս գալիս է, որ ասում են դա մի քիչ պահապանշումը լավ է։ Նո դուրա գալիս չէ։ Միջալուց կան հասարակություններ, որտեղ ոստիկանների նկատմամբ վստահությունը շատ ավելի բարձր է, քան լրագրողների նկատմամբ։ Ես կարծում եմ մեր հասարակությունը այնուամենայնիվ դրանցից չի։ Հա, խնդրեմ Գեամ շարունակեք։ Կոռուպցիա բառը համաձայն չենք։ Լավ, ուզում եմ կաշառակերություն թող լինի։ Դե կլինի։ Սահմանեք կոռուպցիան, հետո հասկանանք։ Դա կաշառք չի։ Կաշառքել։ Կաշառքել է։ Կաշառքը դրաման շուրթություն։ Ես մի հատ օրինակ շարունակեմ էլի այս միտքս կա թե չկա, իմ կարծիքով կա երևույթ Արմենի։ Ես անցած օրն եմ ասել եմ մենք ունենք նովո մականունով, չգիտեմ, լֆիկ մականունով падգամավորներ, բայց դրանց կողքին ունենք նաև Հրանտ Բագրատյան, Նիկոլ Փաշինյան, Արծվիկ Մինասյան, չէ, բայց Արծվիկ Մինասյանի հետ խոսելու չես խոսում նենց ոնց որ նովոյի հետ կխոսես եւ չես ասում, չէ, որ այս ազգային ժողովը կազմված է նովոներից։ Այսինքն բոլոր ցանկացած միջավայրում կա եւ լավը եւ վատը։ Չի կարելի վատի օրինակով ամբողջ միջավայրը, ամբողջ այդ համակարգը մխտրել, սևացնել, ասել վատն է։ Իմ կարծիքով նաեւ այդ падգամավորները, ովքեր որ մականուն են, պետքա խոսել այնպես, ինչպես կխոսեք, ասենք ձեր նշած Արծվիկ Մինասյանին, այնպես էլ ուրիշ խոսակցություն է։ Հա, հիմա խոսելու մասին չի խոսում։ Իմ կարծիքով երևույթը այսպես թե այնպես աննկոչենք կոռուպցիա, թե ուրիշ բան կա, բայց փողով պատվեր կատարել։ Հա, բայց հա, թեկուս կլինի, բայց մենք պետքա խոսանք թե նաև այն մասին, թե ինչու կա եւ ինչքանով է այդ մասին պետք ինչքանով այդ երևույթի մասին խոսում կամ չխոսում կամ ինչի չի խոսում։ Այսինքն օբյեկտիվ պատճառներ կան, որ դա լինի թե չկա, կամ սուբյեկտիվ պատճառներ կան, թե չկան։ Այսինքն լավ, ինչու պետք է Հայաստանում լինի այդքան մեծ թվով հեռուստաընկերություն, այդքան մեծ թվով կայք, այդքան մեծ թվով թերթ եւ ընդհանրապես շուկան ինչպիսին է։ Այսինքն շուկան որ լավը չի լրատվական, այսինքն մեդիա դաշտը, որ ինքը շուկայից չի սնվում, շուկայական սկզբունքով չի աշխատում, պրոբլեմ լավ։ Որ շուկան։ Շաքարի շուկան է լավ, նավթի բենզինի շուկան։ Բա եթե մյուսը վատ է, ինչի՞ պիտի լրատվական շուկան լավ։ Հեռահաղորդակցության շուկան լավ է, բայց այդ ուրիշ է։ Այսինքն եթե շուկա չկա, դրա համար էլ այդ երևույթները ծնվում են, ասածս դա է մեծ հաշվով։ Արմենե, դուք ունեք գրված էթիկական կանոններ, հրապարակ օրաթերթի լրագրողի էթիկայի կոդեքս։ Գրված չունենք։ Իսկ Բայց ունենք օրենքներ, այո, կանոններ, որոնք սրբորեն պահպանվում են եւ բոլորը գիտեն, խախտելու դեպքում խիստ պատժվելու են։ Եղել է դեպք, երբ դուք իմացել եք, որ լրագրողը առանց ձեզ տեղյակ պահելու նման պատվեր է ընդունել, նյութ է գրել, հետագայում պարզվել է, որ դա պատվիրված է։ Ես չգիտեմ, հիմա ես ինչ ասեմ, պիտի դուք դա անցալեք ձեր հավատի, ձեր բանի պրիզմայով, հա, ասենց ասեմ։ Ես իմ ձեր ասելիք ասեմ։ Լրագրողական էթիկան հետևում է։ Մեր դեպքում, հրապարակի դեպքում այդպիսի փաստ չի եղել։ Ես ունեցել եմ չեն կասկածներ, որոնք չհիմնավորված են, իսկ ես որպես կանոն չփարատված կասկածները միշտ մեկնաբանում եմ մեղադրյալի օգտին։ Դրա համար այդ կասկածների հիման վրա որևէ քայլ չեմ
չեմ արել։ Պարզապես ժողով եմ արել, ընդհանուր խոսել եմ, նույնիսկ կանոններ չեմ նշել, որովհետև դա ծանր մեղադրանք է։ Եթե դու ինչ-որ մեկին մեղադրում ես, որ ինքը փող է վերցրել, դու պետք է հստակ շատ ստույգ ապացույց ունենաս։ Շատ լավ, բայց էթիկայի նորմերի գոյությունը գրավոր ձեզ ավելի հեշտ չէր լինի, ձեր գործունեությունը ավելի հեշտ չէր դարձնի, որովհետև եթե որևէ մեկը կզանգեր լիքը օրենքներ կան, որոնք թղթի վրա են եւ չեն գործում։ Հաստատ։ Ձերը դուք այնպես կանեիք, որ կպահպանվեր։ Մերը գործում է միանանք ստացի։ Շատ Իսկ երբ որ ընդունում եք լրագրողին աշխատանքի, դուք երկար զրույց եք ունենում հետը, հա, եւ ես ընդունում արագ, ես ընդունում եմ 1 տարի, կես տարի, երկար փորձաշրջան է անցնում ինքը գնում է, գալիս է, շփվում է, փորձաշրջանի ժամանակը ինքը գիտի ձեր կանոնները, ծանոթ է ձեր կանոնները։ Ինքը դեռ չի տպվում։ Ինքը ընդամենը մասնակցում է ընդհանուր աշխատանքին, ծանոթանում է, նյութը գրում է, ես նայում եմ, եթե կա թերություններ, կանչում եմ, զրուցում եմ, ասում եմ, որ այս տեսակ նյութը SSS պատճառներով չի կարող տպագրվել եւ այլն։ Իսկ գուցե արժի պատվիրատուին, որը ընթերցողն է, գրավոր տալ ձեր կանոնները, հրապարակել թերթում կայքում։ Ինչի համար։ Որ պատվիրատուն իմանա։ Դե լրագրողական ԶԼՄ-ների մասին օրենք կա, չգիտեմ, թերթը բաց է, բոլորը կարող են կարդալ պատկերացնել։ Ինչու ես պատասխանը հեշտությամբ կարող եմ տալ, ցանկացած շոշոկայում կան ապրանքներ, որոնք ուզում են ձեռք բերել վստահությունը սպառողների եւ իրենց, չգիտեմ, էտիկետկայի վրա գրում են մանրամասն ինչպես է արտադրվել այս կոնյակը կամ այս հյութը կամ այս պահածոն, ինչպիսի ապրանքների ինձ ոնց է ապահովում որակը, այսինքն եւ մարդիկ ավելի են վստահում հենց այնպիսի բրենդերին, որոնք ընթերցողին բացարձակ չի հետաքրքրում թե դու ինչ սկզբունքներով ես աշխատում։ Նայած ընթերցող կոնկրետ տպագրված նյութ։ Շատ լավ, նայած ընթերցող, բայց ես քանի որ Շուշանը արդեն լրագրողական էթիկայի եւ վարքականոնի հարցը բարձրացրեց, ես ուզում եմ հիշեցնել կամ տեղեկացնել, որոնք տեղյակ չեն մեր հեռուստադիտողներին, որ գոյություն ունի միգուցե ոչ այնքան ծավալված է իր աշխատանքը լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմին, որը հենց էթիկայի տեսակետից քննարկում է տարբեր բողոքներ եւ իր եզրակացությունը տալիս, ինչ որտեղ առաջարկելով ոչ դատական լուծումներ տարբեր վեճերի եւ ոչ միայն գովազդի համար ես դա հիշեցրեցի, այլ նաեւ որպեսզի հերթական հարցը ձևակերպեմ Արմինեին։ Ձեր թերթի նկատմամբ մի քանի անգամ այդպիսի բողոքներ դիտորդ մարմին եկել են եւ դիտորդ մարմինը դա հենց այդ ձեր ասած լրագրողական հանրությունը, որտեղ կան մոտավորապես 14 հոգուց 1/3-ից ձևավորել է դիտորդ մարմինը, ես ուզում եմ լրատվամիջոցները, որոնք ստորագրել են վարքականոնի տակ, այսինքն մոտ 50 լրատվամիջոցներ, իրենք էլ ընտրել են դիտորդ մարմինը, ինքը բաղկացած է 14 անդամից եւ 1/3-ից ավելին գործող լրագրողներ են, այսինքն ինչ որտեղ ձեր ասած այն լրագրողական հանրությունն է, որի հետ կարելի է պրոֆեսիոնալ խնդիրները քննարկել եւ Ես նենց եմ ատկան, որ այդ մարմինը պիտի այդ ստորագրած կազմակերպությունների խնդիրներով։ Այո, կամ առաջարկի, որպեսզի այն լրատվամիջոցները, որոնք չեն միավորել, բայց հետաքրքրված են, որպեսզի պրոֆեսիոնալ մթնոլորտում քննարկվի իրենց հետ կապված խնդիրները, իրենց համաձայնությունը տան կոնկրետ բողոքի վերաբերյալ եւ ձեր թերթի հասցեին եղել են մի շարք բողոքներ եւ ոչ մի անգամ ձեր թերթը հետաքրություն չի ունեցել լսել գոլեգաների կարծիքը։ Այն դեպքում, որ մենք ունենք, ասենք, բողոք, որը միաժամանակ եկել է հրապարակի եւ հետքի վրա, հետքը համաձայնվել է եւ կոնֆլիկտը հարթվել լուծվել է։ Այսինքն հանրությունը հերթական հնարավորություն է ստացել վստահել լրատվամիջոցին որպես ինֆորմացիա աղբյուրին։ Դուք միշտ հրաժարվում եք։ Ինչով եք չեք վստահում, թե ինչ է։ Դուք էլ չեք վստահում։ Իմ ընթերցողի, ինձնից դժգոհող մարդկանց հետ լուծում եմ ինքս անձամբ կամ իմ կոլեկտիվի մասնակցությամբ։ Ես չեմ պատկերացնում, որ մի մարմին, որը, չգիտեմ, ով է ձևավորել, ովքեր են մտնում այդ մարմնի մեջ։ Ես ասում եմ ընդհանրապես, սկզբունքն եմ ասում, հա, ես չեմ պատկերացնում, որ կամ, չգիտեմ, ինչ սկզբունքներից ելնելով, ինչի համար, դուք էլ կարող եք մասնակցել եւ ձեր ասած սկզբունքներով ձևավորել։ Ես նպատակահարմար չեմ գտել եւ կարծում եմ, որ այդ մարմինը իր գործունեության ընթացքում բավականին թերություններ ունի։ Հիմա չեմ կարծում, որ հիմա հաղորդումը նվիրված է։ Ես կարող եմ երկար խոսել։ Ես ուզում եմ տեսակետը հասկանալ։ Այսինքն դուք գտնում եք, որպես լրագրողների մի խումբ, խմբագրական կոլեկտիվ, դուք իրավունք ունեք դատողություններ անել
ցանկացած երևույթների եւ մարդկանց նկատմամբ, բայց այլ ձևավորված պրոֆեսիոնալ խմբին այդ իրավունքը չեք վերապահում։ Այո, մենք դատողություններ անում ենք մեր ընթերցողի համար եւ ընթերցողը կարող է 100 դրամ տալ կամ չտալ։ Թերթին վստահել կամ չվստահել, այդ սայթը մտնել կարդալ կամ չկարդալ։ Այսինքն ես իրենց ընտրության հնարավորություն եմ տալիս։ Դուք ինձ ընտրության հնարավորություն չեք։ Եվ դուք բավարարված եք այլ լսարանում, որ ունեք։ Դատարան եք թերթերի նկատմամբ, ես էլ ասում եմ, ես նման դատարաններ չեմ հանդուրժում։ Ես կարող եմ հանդուրժել Հայաստանի Հանրապետության դատարաններին, այն էլ մի կերպ, ուր մնաց թե մի հատ ինչ-որ մի հատ մարմին։ Շատ լավ։ Միչանոց, եթե խոսքը դրա մասին է եկել, եկեք խոսենք մի որոշման մասին, որը դուք ձեր այդ մարմինը կայացրել է, հա։ Ես չգիտեմ, որ մարմնի մասին է խոսքը։ Այո, վեճերի խորհուրդը։ Դա էլ այլ է։ Նույնիսկ այդ մարմինները չեք զատում։ Բայց կազմերը շատ նման են, ասեմ քեզ։ Գրեթե նույն մարդիկ են մտնում այդ բաների մեջ։ Այնտեղ 4 հոգի են, այնտեղ 14 հոգի են։ Չգիտեմ, ես չգիտեմ։ Այդ մարմնի կազմած այդ որոշումը, որ ես ստացել եմ, ես ուղղակի ապշել եմ։ Ոնց կարող է որևէ մարմին թերթի մասին որոշում կայացնի առանց ծանոթանալու վճռին, առանց հասկանալու թե ինչ է տեղի ունեցել։ Այն դեպքում, երբ որ դատական վեճը ավարտված չի, վերաքննիչ դատարանից հետո կա վճռաբեկ դատարան, այսինքն դուք ուզում էիք թերթին հրապարակ թերթին վնասել ձեր այդ վճռով, որպեսզի վճռաբեկ դատարանը ի վնաս հրապարակ թերթի վճիռ կայացներ։ Այ հիմա եկեք փորձենք միասին եւ Կամարոզ, որը շատ լավ ճնշում է դատարանների վրա, ես նենց հասկանում եմ, որ դուք էլ զերծ չեք ուրեմն այդ ճնշումներից։ Ես թեկուզ ձեզ պարտվեց։ Չի ավարտվել, Արա ջան, դեռ տեղյակ էլ չեք, որ վճռաբեկ դատարանում մենք վեճ ունենք իրանց հետ դեռ։ Ես մենակ Արտուրը պարտվեց։ Հա, ինչ է։ Եվ վերաքննիչ բողոքի Դեռ ներկայացրել։ պարտվեց մի ուրիշտեղ շահում։ Այդ դեպքում եւս մեկ հարց Արմինեին եւ անցնենք նաեւ այլ գոլեգաների։ Այս զրուցեինք, Բորիս։ Ես ինչքան հասկանում եմ ավելորդ է ձեր։ Չէ, ոչ, բոլորը մենք դեռ ժամանակ ունենք, որպեսզի այլ կարծիքներ էլ հնչեն։ Այդ դեպքում երևի հնարավորություն ունեք նաև որպես լրագրող, որպես խմբագիր հետևել այդ զրպարտության վիրավորանքի հետ կապված դատական գործերի դինամիկային։ Դուք չեք գտնում, որ արդեն անցնում են ոչ թե դիտորդ մարմին, այն տեղեկատվական վեճերի խորհրդին, որ այն եզրակացությունները, որ հետևողական այդ մարմնի կողմից տրվում են, ազդել են դրականորեն դատական պրակտիկայի վրա, այն առումով, որ լրատվամիջոցները հիմա շատ ավելի են պաշտպանված ոչ օբյեկտիվ որոշումներից դատարանի։ Չեք գտնում, որ այդպիսի դրական դինամիկա կա։ Չեմ գտնում, որտեղ վստահ եմ, որ իսկ ինչից է որ մթնոլորտի վրա իսկ ինչից է որ հայցերը քչացել են կամ գումարները, որոնք դատարանի որոշումը եւ կա ենթադրում եմ քաղաքական վճիռ իշխանությունների կողմից արձակված, որ երևի այդ մի շրջանում իրանք խնդիրներ ունեցան, միջազգային հանրության կողմից ճնշումների ենթարկվեցին եւ եղավ ինչ որ հրահանգի, այսպես ասեմ, փոփոխություն։ Այդ է միայն պատճառը։ Եվ հրահանգի վրա ՏՎԽ-ն որևէ ազդեցություն չի ունեցել։ Մենք վեճեր ունենք ի վերջո չավարտված եւ պարտված վեճեր ունենք։ Լրատվամիջոցներ ունենք, որոնք պարտվել են, չէ՞։ Շատ լավ։ Խնդրեմ, եկեք հենց այդ հարցին անդրադառնանք, թե ընդհանրապես իմաստ ունի, որպեսզի ավելի լայն շրջանակ մարդկանց, քան բուն խմբագրությունն է կամ խմբագիրն է, մասնակցեն տվյալ լրատվամիջոցի խմբագրական քաղաքականության մշակման վրա, ազդել նրա, չգիտեմ, ժուրնալիստական էթիկայի համապատասխան գործունեություն ծավալելու վրա։ Իմաստ ունի դա թե ոչ, ով կուզենա արտահայտվել։ Կարծում եմ անպայման իմաստ ունի։ Եվ ինչու։ Իր խոսքը մի շատ կարևոր մտքով սկսեց, առաջին խոսքը մեր միակ պատվիրատուն ընթերցողն է, լսարանն է, եւ դա այն իդեալն է, որին որպես թերթ իրենք ձգտում են եւ իսկապես իրեն հարգող յուրաքանչյուր լրատվամիջոց պիտի ձգտի։ Ընթերցողի առջև պետք է բաց լինել որքան հնարավոր է, պետք է ազնիվ լինել եւ հաշվետու լինել որքան հնարավոր է, այսինքն դրան պիտի ձգտի յուրաքանչյուր թերթ։ Ցավոք սրտի ավելի շատ փորձում ենք թաքցնել ընթերցողից, քան նրա առջև հաշվետու եւ բաց լինել։ Այդ ուղղակի։ Ինչ վերաբերում է ՏՎԽ-ի Արմինեի արձագանքին, ՏՎԽ-ի որոշմանը, նշեմ Արմինե, որ եթե ոչ ձեր կոնկրետ գործի վերաբերյալ եզրակացություն տալուց հետո, ապա
արդեն անցյալ տարվա հունիսից ՏՎԽ-ն որոշումներ կայացնում է բացառապես արդեն ավարտված գործերի վերաբերյալ եւ դա հենց մեր գործունեության թերություններից էր, երբ դեռևս դատական գործընթացում գտնվող գործերի վերաբերյալ որոշումներ ենք տալիս։ Շտկվել է այդ սխալը եւ արդեն անցյալ տարվա հունիսից բացառապես այն գործերն ենք քննարկում եւ կարծիքներ տալիս, որոնք արդեն ամբողջությամբ դատական գործընթացը ավարտված է եւ կա օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Այնպես որ փառատեմ ձեր հետագա կասկածները։ Դեպքը որ բանեկարել, խախտել եք, հա, այդ հրապարակները։ Շատ էր եղել, ոչ միայն ձեր կողմից, ընդհանրապես նաեւ դատական նրանից, որ իմաստ ունի ազդել հենց կոնկրետ դատական որոշման վրա։ Միգուցե դա երևի ոչ այնքան զգուշավոր նաեւ դատարանների քաղաքականության վրա ընդհանրապես թեկուզ հետին թվով։ ՏՎԽ-ն էր, որ ասաց, որ հրապարակի գործով շատ կարևոր նախադեպ է ստեղծվել առցանց լրատվամիջոցներին պաշտպանել եւ այդ միտքը առաջինը մենք ենք տարածել եւ այդ դրանից հետո արդեն բոլորը ընդունեցին, որովհետեւ մենք նշել ենք, որ այնտեղ այլ բան է, որ նշել ենք, որ դատանի որոշումը ամբողջական չէր, փաստերին ուշադրություն չէր դարձրել, բայց իրավունքի մասին հարցին մենք նշել ենք, որ գերազանց որոշում էր։ Դե լավ կլինի ոչ օգնեք, ոչ վնասեք։ Ուզում պատասխան ձեր հարցին, անհրաժեշտ է թե ոչ, ես կարծում եմ, որ նորից, քանի որ լրատվամիջոցը սնվում է հանրային դաշտից, եթե հանրային դաշտը միատար չէ, բազմատար է, դա սնունդ է լրատվամիջոցի համար։ Եվ որքան կոնֆլիկտներ շատ են այդ դաշտում, այնքան լրատվամիջոցը ավելի շատ հնարավորություն ունի ճանաչվելու եւ ծավալվելու եւ զարգանալու։ Հենց այդ փաստը արդեն հիմք է տալի, որպեսզի հանրությունը ինչ որ չափով կարողանա վերահսկել նաեւ լրատվամիջոցի գործունեությունը։ Եվ վերահսկելը միակ եղանակը մատնացույց անել այն վարկագծի նորմերի խախտմանը։ Բայց այսինքն հաշվետու է, որ վերահսկելու ձևերից մեկը թերթը գնել կամ չգնելն է։ Ես կարծում եմ չգնելով դու վերաբերմունքդ ես հայտնում եւ հարցը վերջանում է։ Հա, բայց արդեն գիտեք, որ գնելով եւ կայքի այցելություններով լրատվամիջոցը իրան չի կարողանում պահել, կներեք, էլի։ Այսինքն էլ ինչ։ Էլի վստահություն չկա։ Հենց չի։ Բայց ինքնակարգավորման Գիտես, որ այս ընթացքում ինչքան թերթեր փակվեցին, ինչքան սայթեր չկարողացան գոյատևել նրա համար, որ մարդիկ ուղղակի վստահություն չունեին ընթերցելու կամ պատվեր չէին ուզում վերցնեին։ Եվ մյուս մի հատ կարևոր ուրիշ բան եմ ուզում ասել, Արմենեի ասացի հետ կապված, այն որ լրագրողական հանրությունը կարող է տեղեկատվական վեճերի վերաբերյալ կարծիք հայտնել կամ չհայտնել, հա գուցե կարող հայտնել կամ չհայտնել, բայց նաև լրատվամիջոցը, որը որ հայտնում է տեղեկատվական վեճի մեջ եւ նման դեպքում սովորաբար նաև լրագրողական հանրությանն ինչ որ ձև դիմում օգնության համար եւ օգնությունը սովորաբար լինում է, այսինքն այդտեղ փոխադարձ վստահության ու փոխադարձ օգնության հարց կա, այսինքն հատկապես վստահության, այսինքն եթե լրատվամիջոցը դատական գործ ունի եւ այդ դատական գործը բարձրաձայնելու աջակցության խնդիր կամ մյուս լրատվամիջոցներից, ապա բնական է, որ այդ նաև դիմումը, այո, եթե դիմումը։ Ես կառաջարկեի հետեւյալ մոդելը, ինքնակարգավորում, այսինքն ավելի լավ է գնալ դիտորդ մարմին, քան ընդհանուր իրական դատան, որովհետև ընդհանուր իրական դատանում կա հարկադրանք, պետական հարկադրանք։ Պետությունն է որոշում, ինչ կարգով պետք է դատաքննությունը վարել, ով պետք է վարի դատաքննությունը, ապացույցների գնահատման ընդունելության, ինչ չափանիշներ կա, դա կաշկանդում է։ Դրա համար ավելի լավ են արբիտրաժ դատարանները կամ դիտորդ մարմինման դատարանները ինքնակարգ, թող լրագրողները իրենք որոշեն իրենց վեճը եւ ոչ թե պետությունը իր ձեռքը վերցնի այդ խնդիրը լուծելը։ Դա ինքնակարգավորման գերազանց եղանակ է, որտեղ ամեն ինչ լուծվում է կողմերի համաձայնության հիման վրա։ Բայց մյուս կողմից էլ երևի թե մենք պետք է հարգենք լրատվամիջոցի դիրքորոշումը եւ եթե լրատվամիջոցը չի ուզում խառնվի այդ գործընթացներին, ինքը այ Արմինեն ասում է եւ չի հավակնում պաշտպանություն ստանալու։ Այո, դա էլ դիրքորոշում է եւ պետք է հաշվի առնել նաեւ այդ դիրքորոշումը։ Բայց դիտորդի որոշումը իրավական հետևանք չի առաջացնում հրապարակի համար, ուստի նույնիսկ եթե հրապարակը ներկա չլինի, նրա իրավունքները չեն խախտվում։ Բայց եթե հրապարակը այնուամենայնիվ չի ուզում, որ այդ կոնֆլիկտը քննարկվի, ուրեմն այդ մոտեցումն էլ պետք է հարգի անպայման։ Դատարան ստեղծել։ Չէ, դա դատարան չի իհարկե։ Լրատվամիջոցների դատարան։ Դա ավելի շատ կոլեգիալ քննարկում է եւ փորձագիտական եզրակացություն է։ Երբ կարելի է այդպես բան անել։ Եթե մի հատ հսկայական լրագրողական համագումար հրավիրվեր
ձևավորվեր այդ տեսակ մարմին։ Արմեն դու գիտեք որ դա հնարին բան է։ Դա հնարին է, ուրեմն հնարին է նաև այս տեսակ լրագրողական համայնքը 10 ճաբաների է բաժանված, այսպես որ խոսքը դրա մասին չի։ Ուզում Աշոտ ջան, ուզում եք դրամաշնորհներ ստանաք, ձեր աշխատանքն անեք լրատվամիջոցների դրամաշնորհով աշխատելը ոչ պակաս դժվար աշխատանք է, քան ձեր 12-13 ժամ։ Բան չունեմ ասելու, բայց ամեն մեկը եկեք մեր գործը անենք։ Ուղղակի ուրիշ բան նաև ասեմ, որ Արմինեի հիշատակած կոնֆլիկտի հետ կապված ես պետք է ասեմ, որ ինքս էլ շատ մեծ վերապահումով մոտեցա տեղեկատվական վեճերի խորհրդի որոշմանը եւ եթե ասենք այդ կոնֆլիկտը քննարկվեր դիտորդ մարմնում, ես այլ դիրքորոշում մի քիչ կարտահայտեի։ Ձեր փորձագետը կարծեմ արտահայտել էր, չէ՞։ Ծաղկաձորում խոսել էր եւ լավ է Արմինը ինքը վարքականոնից ելնելով իր որոշումը կկայացներ, տեղեկատվական վեճերի խորհուրդը օրենքներից է հասկանալի է, բայց նաև օրենքների տեսանկյունից այնտեղ ես մի քիչ այլ գնահատական կտայի մեր իրավաբանի ուրեմն հիմնավորումով իհարկե բայց մյուս կողմից ես որ գործով որտեվ երկու գործով Մարգարիտա Խաչատրյանի եւ հրապարակի որտեվ էլի տեղել է հրապարակի հետ կապված մեկ այլ որոշում բայց այնուամենայնիվ ես չեմ կարծում որ Արմինե չնայած դուք ասում եք որ դուք ինքներդ եք բոլոր խնդիրները լուծում չեմ կարծում որ ձեզ հետաքրքիր պետք է որ չլինի գոլեգաների այլ երկու մարմինների կարծիքը եթե դա էլ չի հետաքրքրում այստեղ արդեն խոսելու բան կա Ախր դուք ինձ ստիպում եք ես բաներ ասեմ, որ ես հեչ տրամադրված չէի ասել։ Այդ լավ է, որ ստիպում եք ասեք։ Չէ, լավ չի։ Աշոտ ջան, եթե կա խմբագիր, որը ինձ փողոցում տեսնում է չի բարևում, հետո ինքը նստում է դատավորի կեցված կընդունելով որոշումներ է կայացնում թերթի հետ կապված։ Ես չեմ կարող այդ խմբագիրը։ Մենք ջերմ բարևում ենք միմյանց հետ, չէ՞։ Փաստաթղթին չեմ կարող համաձայնել։ Եվ ընդհանրապես ինքը լիքը խնդիրներ ունի իր խմբագրությունում։ Ինքը չի լուծում իր խնդիրները, լուծում է հրապարակի խնդիրները։ Ոնց կարելի է այդպես բան անել ախր։ Եվ կա խմբագիր, որը իր թերթը տապալել է, հասցրել է զրոական մակարդակի, չգիտեմ, այլևս չի ընթերցվում։ Ինչի՞ պիտի ես այդ խմբագրի կարծիքը ընդունեմ որպես վերին։ Դա խմբագրի կարծիքը չի, դա կոլեգիալ կարծիք է։ Բայց այդ մարմինը ինձ վստահություն չի ներշնչում իմ մեջ։ Շատ լավ, այդ դեպքում մենք շատ քիչ ժամանակ ունենք, ես ուղղակի մեկ հարց եմ ուզում տալ Արա Ղազարյանին, տեսեք, մի կողմից մենք ասում ենք, որ լրատվամիջոցները կարող են ինքնակարգավորվել կամ պետք է ինքնակարգավորել միայն իրենց ցանկությամբ, բայց մենք ունենք դասական խոսքի ազատության մի երկիր, Մեծ Բրիտանիան, որտեղ օրենքի ուժ է ստացել որոշումը, որ պետք է լինի ինքնակարգավորման մարմին եւ այդ ինքնակարգավորման մարմնի որոշումներին պետք է ենթարկվել բոլոր լրատվամիջոցները, եթե իրենք իրենց համար այլ ինքնակարգավորման համակարգ չեն ստեղծում, խոսքը Լիվեսոնի զեկույցի մասին է։ Ինչպես բացատրել, որ դեմոկրատական երկրում ընդունվում է, որ լրատվամիջոցները ունեն հատուկ առաքելություն եւ հատուկ պարտականություններ հանրության նկատմամբ, իսկ մենք ունենալով շատ ավելի ցածր պաշտպանություն լրագրողներով Հայաստանի եւ շատ ավելի ցածր մակարդակ պրոֆեսիոնալիզմի համարում ենք, որ մեզ պետք է ազատ թողնել։ Դուք այստեղ ինչ խնդիր կամ ինչ պատճառ եք տեսնում։ Ну, Բրիտանիան շատ մեծ ճանապարհ է անցել ազատ խոսքի։ Դա կլասիկ երկիր է ազատ խոսքի, Միացյալ Նահանգներն է համարում, բայց իրականում բրիտանական այդ մշակույթն է վերցրել։ Այստեղ ինձ թվում մշակույթի պակաս կա եւ այստեղ դեռ մենք ճանապարհի կեսում ենք գտնվում։ Տեսեք, մենք ինքնակարգարում մարմիններ քիչ ունենք, բայց դեռ քննադատվում է, ասում է, որ պետք էլ չի։ Այսինքն մենք դեռ ինչ որ ճանապարհ պետք է անցնենք, հասկանալու համար, որ կարգավորումը վատ է, որ ավելի լավ է ինքնակարգավորվել եւ ես չգիտեմ, դա օրենսդրական ակտով են Բրիտանիայում ընդունել, թե դատական։ Ինքը փաստորեն այո, օրենսդրական ակտի ուժ ունի։ Եվ ինչպես է ձևավորվում այդ մարմինը։ Ձևավորվում են խորհրդարանի կողմից բրիտանական, այսինքն իշխանությունները մասնակցություն ունեն, բայց որպես այլընտրանք լրատվամիջոցներին առաջարկում ենք, եթե սա ձեր դուրը չի գալիս, ինքներդ ձև գտեք, բայց ունեցեք այդ ինքնակարգավորման ձևը։ Ի վերջո, ինքնակարգավորման մեխանիզմ կարող է ստեղծել նույնիսկ իր համար առանձին վերցրած լրատվամիջոցը, եթե նա կարողանում է բոլոր վեճերը, կոնֆլիկտները հասարակության հետ լուծել
իր հնարավորություններից ելնելով։ Չհասցնենք պետության դուրը, այնտեղս մեր մեջ մեր մոտ լոզունգը այլ մտքեր են հնչել պետական մարմնի կողմից, որ եթե դուք չիք կարգավորեք, մենք ձեզ կարգավորենք։ Բայց կարծում եմ մենք հասնել ենք վերջը այն կետին, որ հասկանանք, որ պետության մեջ փոքրիկ պետություն ստեղծելը լրագրողական շատ ավելի լավ է եւ 50 լրատվամիջոցներ իրենց վարկականոնն են ստորագրում, իրենց փոքրիկ օրենքն են ստեղծում եւ կարեւորը բոլորը հետևում են, որ այդ օրենքը չխախտվի։ Եվ այստեղ պետությունը չի լսում, որտեղ դատարան գործ չի հասնում, որտեղ միջև դատարան գործ հասնելը արդեն ինքնակարգար մարմնի լուծում է եւ բոլորը հետևում են այդ որոշմանը, բոլոր 50, այսինքն կոլեկտիվ կիրառության փաստաթուղթ է։ Սա հրաշալի մոդել է, հետևենք Արայի առաջարկած գաղափարին, որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու եւ հուսով ենք այդ ճանապարհը կբերի նրան, որ վստահություն կլինի լրատվամիջոցների եւ հանրության քաղաքացիների միջեւ։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։